հաճախ հոգնած ես, ունես մազաթափություն, գլխապտույտ եւ եթե նույնիսկ քո արյան քննությունում երկաթը նորմալ է, հնարավոր է խնդիրը ֆերրիտինն է, ոչ թե երկաթը։ Այսօր պարզ ու գիտական ձևով կբացատրեմ, թե ինչ է ֆերրիտինը, ինչով է տարբերվում երկաթից եւ ինչու են բոլորը հիմա դրա մասին խոսում։ Երկաթը միկրոէլեմենտ է, որը կարևոր է հեմոգլոբինի կազմավորման համար եւ թթվածինը արյան միջոցով տեղափոխելու համար։ Եթե երկաթը քիչ է, բջիջները քիչ թթվածին են ստանում, հետևաբար առաջանում է թուլություն եւ հոգնածություն։ Բայց կա մի կարևոր բան, արյան մեջ չափվող երկաթը ցույց է տալիս միայն տվյալ պահին շրջանառվող երկաթը, ոչ թե քո պաշարները։ Ֆերրիտինը սպիտակուց է, որի հիմնական գործառույթը երկաթի պահեստավորումն է եւ վերահսկումն է օրգանիզմում այն պահպանելու։ Այն գտնվում է գրեթե բոլոր բջիջներում, հատկապես լյարդում, փայծախում, ոսկրածուծում եւ մկաններում։ Փոքր քանակով այն անցնում է արյան մեջ եւ հենց այդ մակարդակն ենք մենք չափում անալիզում։ Ֆերրիտինը կարող է իր ներսում պահել մինչեւ 4500 երկաթի իոն։ Սա կարևոր է, որովհետև ազատ երկաթը օրգանիզմում վտանգավոր է, կարող է առաջացնել օքսիդատիվ վնաս։ Ֆերրիտինը նաև մասնակցում է իմունային պատասխանին։ Բորբոքման կամ ինֆեկցիայի ժամանակ այն կարող է բարձրանալ։ Սա ունի պաշտպանիչ իմաստ։ Օրգանիզմը թաքցնում է երկաթը, որպեսզի մանրեները չկարողանան այն օգտագործել աճելու համար։ Ցածր ֆերրիտինը կարող է առաջացնել քրոնիկ հոգնածություն, մազաթափություն, թույլ կենտրոնացում, սառը ձեռքեր եւ ոտքեր, սրտխփոց։ Եթե ֆերրիտինը ցածր է, մոտեցումը պետք է լինի համակարգային։ Նախ եւ առաջ պետք է ուշադրություն դարձնել սննդին։ Սննդի լավ աղբյուրներ են ֆերրիտինի համար՝ կարմիր միսը, լյարդը, ձուկը, լոբազգիները։ Օրգանիզմի ներծծման լավացման համար պետք է վիտամին C, որը կարելի է ստանալ օրինակ ցիտրուսներից եւ բանջարեղենից։ Նաև երբեմն անհրաժեշտ է երկաթի հավելումներ օգտագործել, բայց դրանք պետք է նշանակվի բժշկի կողմից, քանի որ ավելցուկը նույնպես վնասակար է եւ պետք է ճիշտ դոզա եւ ընդունման ձև կիրառել։ Ֆերրիտինը բարձր է նորմայից։ Ինչ է սա նշանակում։ Ֆերրիտինի բարձրացման պատճառներից ամենահաճախը դա քրոնիկ բորբոքային հիվանդություններն են կամ ինֆեկցիաները։ Այս դեպքում օրգանիզմը թաքցնում է երկաթը պաշտպանելու համար։ Այս դեպքում ֆերրիտինը բարձր է, բայց իրականում կարող է նույնիսկ լինել ֆունկցիոնալ երկաթի դեֆիցիտ։ Երկրորդը էլի շատ հանդիպող երկաթի ավելցուկ, օրինակ հեմոխրոմատոզ գենետիկ հիվանդության դեպքում, չվերահսկված երկաթի հավելումների ընդունման ժամանակ։ Այստեղ արդեն կա իրական ավելորդ երկաթ։ Երրորդը դա լյարդի հիվանդությունները։ Ֆերրիտինը պահեստավորում է լյարդում լյարդի բջիջների վնասման դեպքում, դուրս է գալիս արյան մեջ։ Չորրորդը գիրությունը։ Ինսուլինարեզիստենտությունը հաճախ ուղեկցվում է բարձր ֆերրիտինով։ Հինգերորդը ֆերրիտինի բարձրացման այլ պատճառ կարող է լինել նաև ալկոհոլի գերօգտագործումը, որոշ քաղցրավենիքների օգտագործումը, աուտոիմուն որոշակի հիվանդություններ։ Ինչու է վտանգավոր բարձր ֆերրիտինը։ Եթե իրականում կա երկաթի ավելցուկ, ազատ երկաթը առաջացնում է օքսիդատիվ ստրես։ Երկարաժամկետ այն կհանգեցնի լյարդի ցիրոզի, սրտային խնդիրների եւ շաքարային դիաբետի առաջացման։ Ինչպես արդեն հասկացանք, եւ ցածր ֆերրիտինը, եւ նաեւ բարձր ֆերրիտինը կարող են լուրջ առողջական խնդիրներ առաջացնել։ Այդ իսկ պատճառով երբեք պետք չէ ինքնուրույն բուժել ֆերրիտինը, դա կարող է շատ վտանգավոր լինել։ Անհրաժեշտ է դիմել մասնագետի, համապատասխան անալիզներ տալուց հետո ստանալ կոմպլեքս բուժում, ինչպես նաև հետևել ապրելակերպին եւ բնականաբար սննդային վարքին։ Եթե ուզում եք այսպիսի ինֆորմացիայի մասին ավելի շատ գիտահեն ինֆորմացիա ստանալ, հետևեք իմ YouTube-յան էջին, որովհետեւ այստեղ ամեն շաբաթ շատ հետաքրքիր ինֆորմացիայով եմ կիսվում։ Առողջ եղեք։